Նրանց հետո մշտական կգան իր նույն տեղը։ Այսինքն իրանք սովորում են գալիս են որտեղ կեկա։ Սոված են, մի ժամանակ կոլխոզ սովխոզ ունեինք, 1000 օրինակ Վերնաշենում կար 10000 գլուխ մանր եղջերավոր, 500 գլուխ մինչև խոշոր եղջերավոր։ Այդ անասուններից ոչ միայն մարդիկ էին օգտվում, այլև արջերն էին օգտվում, ուտում էին։ Հիմա դրանք վերացել են։ Դաշտում ոչ վայրի կենդանի կա, շատ որ կարողանան օգտվել, ոչ սեփական անասուններ են։ Դրա համար նրանք սովից իջնում են գյուղ։ Եվ արջերն են շատացել։ Բերեցին բաց թողեցին, մի քանի տարում արդեն շատացել են։ Կոնկրետ ես վայրի Փեզոյարանի հետ այծերի չէ, մոտորապես հաշվարկով ասել կարող մի քանի հազար հատ վայրի այծեր կան մեր տարածքում։ Շատ մոծոր կոլխոզ սովխոզների ոչխարի հոտերը, այսքան բազման։ Դրա այդ զուգահեռ արջերն են բազմանում։ Նրանք նաև նրանցից են օգտվում, բայց այնուամենայնիվ ինչ որ պիտի մոտեցում դեն այդ արջերը գյուղ չմտնեն։ Մարդիկ վախենում են, ջանդամ է ճագարը, անասունը, նապաստակը, մարդիկ են վախենում, իրիկուները։ Ո՞ւստե ջանդամը։ Դե հիմա դրանց հետ 120 հատ ճագար ոչ շացրել են ջանամ, հա։ Եթե ճագարները դա պետությունը վնասից հատուցում արել է։ Եթե մենք չկերանք հալալ արջերին։ Այ քեզ բան։ Մենք ուտեինք։ Այ քեզ մեր հարևանի 150 հատը 2-3 անգամ մտավ ոչ շատ։ Բայց մարդկանց էլ կարող նույն հաջողությամբ ուտի, մարդկանց էլ կարող ուտի նույն հաջողությամբ։ Վնաս ա տվել արդեն մի քանի անգամ մեր մի քանի անգամ նաև վնաս ա տվել։ Մասպետարան դիմել եք, օրինակ Ումա վնաս տվել։ Ժողովրդին ա շատ վնաս տվել։ Հարցակվում ա մարդկանց վրա։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ երևի դուք հարցնեք Մարզպետարանից Մարգարյան Գեղամին, իր մոտ մի ընկեր էր եկել շատ են գյուղից, որ արդեն այս տարի արջը վնաս ա տվել, մեղուներն ա ջարդել։ Մեր դուրս էլ էսա մեր մարդու վրա հարցակվի։ Մենք ուզում ենք, որ մեր տարածքում լինեն արջեր, բայց նրանց պետք է խնամվի։ Ծիրակրվի, պահվի։ Նրանք որոշակի տարածքում, եթե կեր ունենան, ընդեղից չեն հեռանա։